Բարև ձեզ բարեկամներ, Փակ TV-ն եթերում է եւ ողջունում եմ մեր բոլոր ունկնդիրներին։ Այսօր Մոսկվայից հերթական անգամ ուղիղ կապ եմ հաստատել Երևանյան մեր տաղավարի հետ, որտեղ հյուրընկալել ենք մեր լավագույն բարեկամներից մեկին, մեր հանրահայտ քաղաքագետ ԱԺԲ խորհրդի անդամ, քաղաքագետ Արա Պապյանին։ Բարև ձեզ, պարոն Պապյան։ Բարև ձեզ, պարոն Ղուշյան։ Ուրախ եմ, որ մենք ձեզ հետ թեկուզ հեռավար տարբերակով կարողանալու ենք զրուցել եւ իհարկե այսօր առաջին հարցս հետեւյալն է. Գյումրիում ավարտված քաղաքապետի ընտրությունները ինչպես անցան, ինչ դրական, բացասական բաներ տեսակ այդ ընտրությունների ժամանակ։ Խնդրեմ ձեր մեկնաբանությունը։ Ցավոք սրտի բացասական ավելի շատ էր, որը թերևս նաեւ սպասելի էր, որովհետեւ մենք տեսանք, որ իշխանությունները այս ընտրությունների ժամանակ կիրառեցին նախկինից ժառանգած եւ ինչ որ չափով կատարելագործած բոլոր տեսակ միջամտությունների ու խախտումների հնարավորությունները։ Եվ դրա մասին եղել են տարբեր հայտարարություններ, մարդիկ ելույթ են ունեցել։ Մասնավորապես մարդկանց տների վրա առանց անգամ այդ մարդկանց իմացության եղել են տասնյակ եւ տասնյակ, իսկ մամուլում հրապարակում է եղել մինչեւ 3000 հոգի ջավախքից գրանցված մարդիկ, այսինքն որոնք իրավունք չունեին քվեարկելու Գյումրիում, բայց քվեարկում են։ Բնականաբար դա կարող է անել միայն իշխանությունը։ Մյուսը նա է, որ մենք տեսնում ենք, որ տարբեր տեխնացուների նկատմամբ ճնշման միջոցներ կիրառվեցին, այդ թվում ասենք Մարտուն Գրիգորյանի հարազատների։ Հիմա ոմանք կարող են ասել, որ այդ ճիշտ էր արդարել իրենց կալանավորը միգուցե, բայց ես չեմ կարծում, որ մի քանի օր սպասելը որևէ բանկ փոխեր, էլ այդ մարդիկ չէին փախչելու, ասենք հայրն ու որդին։ Երբ որ դու ընտրություններից անմիջապես առաջ ես անում, դա ուղերձա հղացիրեն եւ մյուսներին։ Նաեւ մենք տեսանք, որ Հայաստանի տարբեր շրջաններից մարդիկ էին տարվել ավտոբուսներով Գյումրի, այդ թվում նաև պետական աշխատողներ եւ դրա մասին խոսեցին, ասենք տարբեր պոլիկլինիկաներից, դպրոցներից եւ մարդիկ ասում էին, մեզ կոլեկտիվով բերել են։ Այսինքն մենք եկանք այն վիճակի, ինչի մասին որ բազմիցս խոսել ենք, որ Հայաստանում ցավոք սրտի երբևէ իշխանափոխություն չի եղել արդար ընտրություններով, ներառյալ Նիկոլ Փաշինյանի երկու ընտրությունները, որոնք չեն եղել արդար։ Հիմա սա տեղական ընտրություն է, ճիշտ է, բայց սա շատ վատ նախանշան է, մի տեսակ փորձեր, թե մյուս ընտրությունները ինչպես պիտի լինի։ Այնպես որ սպասենք տեսնենք վերջնական արդյունքները, որտեղ այո, քվեները հաշվարկված են, բայց դե ով կլինի քաղաքապետը դեռևս պարզ չէ, որովհետև տարբեր հնարավորություններ կան, որևէ մի քաղաքական ուժ չի կարող դառնալ առանց մյուսների աջակցության, չունենա բավարար քվե քաղաքապետ դառնալու համար, այնպես որ տարբեր հնարավորությունները դեռ մնում են։ Պարոն Պապյան, դե որ այս իշխանությունները ոչ լեգիտիմ են, դրանում մեկ անգամ էլ համոզվեցին, որովհետև այսպիսի ընտրություն էլ կարող էր թույլ տալ միայն այն իշխանությունը, որը ամեն օր վախենում է իր ապրած մեկ օրվա համար։ Նրանք հասկացել են, որ ոչ մի վարկանիշ չունեն, մարդիկ ոչ միայն հիասթափված են, այլ զզվել են այս իշխանություններից եւ նման ձևով խայտարակ ձևով կազմակերպել հերթական ընտրությունը, այն էլ երկրորդ քաղաքապետի ընտրության համար իհարկե շատ ցավալի ու վիրավորական է։ Այ իրավիճակը, որ այսօր ստեղծվել է Հայաստանում, ինչպիսին է։ Իրավիճակը, ինչպես դուք ասացիք, ժողովուրդը զզված է այդ ներկա իրավիճակից, որովհետև ուզում է ելքեր է որոնում եւ ցավոք սրտի չի կարողանում գտնել, որովհետև իշխանությունները դրա հնարավորությունը չեն տալիս։ Նաեւ ընդդիմությունը հին, այսինքն նախկինների ընդդիմությունը հիմնական նրանք են իրենց հնարավորությունների շնորհիվ, մեդիա հնարավորությունների ֆինանսական իրենք են երևում քաղաքական դաշտում։ Գիտեք, այս ընտրությունները նաեւ աշխարհակաղակական առումով մեզ համար բացասական հետևանք ունենան, ես այն օրը կարդում եմ արդեն Գերմանիայից մեկնաբանություն հետևյալի մասին, որ Հայաստանի երկրորդ քաղաքում կոմունիստները
երկրորդ տեղն են գրավել իրենց հավաքած քվեներով, եւ շատ էլ հավանական է, որ կարողա դառնան քաղաքապետ, իսկ Եվրոպամետ ուժերը անգամ ավականի չմտան։ Հիմա եվրոպացիները չգիտեն, չէ, որ այդ Եվրադաշին կոչեցյալը առանձնապես Եվրոպամետ չի։ Դա Նիկոլ Փաշինյանին աջակցող մարդկանց խումբ է, որը այդ դաշտը հանձնարարված է գրավել եւ զբաղված պահել, որ իսկական արևմտամետները տեղ չունենան։ Մյուսը մենք բոլորս գիտենք, որ Վարդան Ղազարյանը Ղուկասյանը կներեք, կոմունիստ չի, ոչ իր ծերությամբ, ոչ իր համոզումով, բայց քանի որ ինքը այդ կուսակցության ներքո է հանդես գալի, այդ այսպես ասած վերտարությամբ, այդ ընկալումը լինելու է եւ ես չգիտեմ ով էր խորհուրդ տվել նրան հանդես գալու կոմունիստական կուսակցության անունով, բայց դա կրկնում եմ մեզ համար վատ հետևանքներ է ունենալու, որովհետեւ աշխարհում ընկալելու են հետեւյալ ձևով, որ արևմտամետները Հայաստանում տեղ չունեն, իսկ կոմունիստները ունեն ժողովրդի աջակցությունը։ Պարոն Պապյան, իհարկե այս օրերին մեր ունկնդիրներից շատերը հետաքրքրված են նաև Պուտին-Տրամփ առաջիկա հանդիպումով։ Ընդհանրապես երբ այն կարող է տեղի ունենալ եւ ինչ հետևանքներ կարող է ունենալ այդ հանդիպումը, ինչ ավելի ճիշտ, ինչ կարող են ազդեցություն թողնել մեր տարածքում, ինչ սպասելիքներ մենք կարող ենք ունենալ։ Իհարկե ամերիկա-ռուսական հարաբերությունները շատ կարևոր են Հայաստանի համար, որովհետև աշխարհի թիվ 1 գերտերությունը Միացյալ Նահանգները եւ մեր տարածաշրջանում մեծագույն ազդեցություն ունեցող Ռուսաստանի հարաբերությունները շատ բան են որոշում։ Բայց երբ այդ հանդիպումը տեղի կունենա, ասենք Թրամփ-Պուտին պարզ չի, որովհետև ինչ ունենք այսօրվա վիճակով։ Կա Թրամփի առաջարկները Զելենսկուն եւ Պուտինին, որոնք ըստ էության Պուտինի կողմից չեն ընդունվել եւ Թրամփը հենց բառացիորեն 3 հայտարարեց, որ ինքը ոնց որ ասած բավականին նեղված է, նեղացած է եւ Պուտինից եւ Զելենսկուց, այսինքն իր այդ հեշտ պատկերացած տարբերակը, որ իբրտե ինքը գալու էր եւ մի խոսք ասել խաղաղություն հաստատել, չի լինում։ Եվ անորոշ ամնում այդ հանդիպումը, ես անգամ վստահ չեմ, որ այդ հանդիպումը առաջիկայում տեղի կունենա, որտեվ եթե պիտի տեղի ունենա, պիտի ինչ-որ մի բան ստորագրվի, այդ գոնե զինադադարը եւ այլն։ Իսկ այդ զինադադարի մանրամասների մասին դեռ համաձայնության չեն եկել։ Ես այստեղ կուզեի ավելացնել նաեւ այդ ռուս-ամերիկյան հարաբերություններից բացի նաեւ ամերիկա-իրանական հարաբերությունների հարցը, որտեղ նաեւ այս հարցով է Թրամփը դիմել, գիտեք, նամակ է ուղարկել Իրանի վերնախավին, տվել է 2 ամիս ժամանակ, ինչ որ բաներ սպառնացել, ինչ որ պահանջներ դրել։ Այնպես որ մենք հիմա սպասումի եւ անորոշության ժամանակաշրջանում ենք, որտեվ ինչպիսին կլինի ամերիկա-ռուսական կամ ամերիկա-իրանական հարաբերությունները, դրանից էլ ածանցվելու է Հայաստանի հետ եւ տարածաշրջանի հետ հարաբերությունները։ Մասնավորապես, եթե որը բնավ չէ ուզեն, ասենք Միացյալ Նահանգների եւ Իրանի մեջ պատերազմ բռնկվի, Ադրբեջանի դերը կկարևորվի, որտեղ Ադրբեջանը հանդեսակալի մի տարածք, որտեղից ինքը պատրաստ է Իսրայելին հնարավորություն տալու Իրանի վրա հարձակվելու։ Բնականաբար, եթե Ադրբեջանը նման զիջումների է գնալու, որը բավականին ռիսկային է իր համար, ամեն դեպքում դրա դիմաց ինքը ակնկալելու է ինչ որ այսպես ասած թույլտվություններ։ Մասնավորապես կարող է իր պահանջներ լինի, որ դուք աշկներդ փակում եք, մենք հարձակվում ենք, չգիտեմ, Հայաստանի վրա, Սյունիքի վրա։ Բայց ակնհայտ է, որ Արևմուտքը դա չի ուզում, պատահական չէր, հենց անցյալ շաբաթ Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի դեսպանների այցելությունը Սյունիք, բավականին այսպես ցուցադրական ելույթներով, ինչպես նաեւ հայտարարությամբ, որ մենք կրկին անգամ կայցելենք Հայաստանի այս գեղեցկագույն շրջանը եւ այլն, սա ցույց են տալիս, որ դա կարեւոր է։ Այնպես որ ինչքան եղանակները տաքանան, այսինքն ինչքան նաեւ պատերազմական հնարավորությունները շատանան, որտեվ երկրները նաև սպասում են եղանակային պայմանների բարելավման, այսինքն եթե պիտի Իրանի դեմ պատերազմ լինի, բնականաբար շատ կարևոր է թե եղանակը, ասենք օդի թափանցելիությունը, պարզությունը, թռիչքային հնարավորությունները, որտեվ հարվածնել դեն օդային։ Նույնը զինադադարը, ասենք Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև, էլի շատ բանով պայմանված է եղանակային պայմաններով, որտեվ եթե պայմանները ներեն, իմ կարծիքով այս պատերազմը շարունակվելու է եւ զինադադար չի հաստատվի, երկու կողմերն էլ փորձելու են առավելագույն ձեռքբերումներ ունենալ մինչև
եթե անգամ ինչ-որ մի բան պիտի ստորագրվի։ Այո։ Մի խոսքով առաջիկայում շատ հետաքրքիր զարգացումներ են մեզ սպասում։ Հետաքրքիր եւ ես կասեի վտանգավոր նաեւ, որովհետեւ անորոշությունը միշտ վտանգներ ունի իր մեջ, հատկապես երբ որ այդ անորոշությունը պատերազմների հետ է կապված եւ պատերազմը մեր հարևանությամբ կարող է նաեւ մեր տարածաշրջանում մի շարք լուրջ հետևանքների բերել, այսինքն ածանցյալ պատերազմի մեկ, մյուսն էլ հսկայական գաղթականական հոսքերի, տեղաշարժերի, էլ չեմ ասում, որ ճանապարհների փակվելու, ամեն ինչի թանկացման այդ ամբողջը բնականաբար գալու է դրանցով հանդերձ։ Պարոն Պապյան, հետաքրքիր է, իսկ ձեր կարծիքով առաջիկայում ինչ զարգացումներ կարող են ունենալ հայ-ռուսական հարաբերությունները, ոչ ոք չի կարող ասել, Նիգոր Փաշինյանը առավոտյան մի բան է ասում, ցերեկը մեկ այլ բան, երեկոյան բոլորովին այլ։ Ինչ հետաքրքիր զարգացումներ կարող են այստեղ տեղի ունենալ։ Պաշտոնապես գոնե հաստատվել է, եթե չփոխվի, որ մայիսի 9-ին Նիկոլ Փաշինյանը պիտի մասնակցի այդ հայտնի շքերթին։ Ոմանք երկրորդ համաշխարհային են ասում, ոմանք հայրենական մայիսի 9-ի տոնակատարությանը։ Եվ դա ըստ էության Նիկոլ Փաշինյանի կողմից քայլ է դեպի Մոսկվա։ Բայց դա ես չեմ կարծում, որ դրանով ինչ-որ խնդիրներ կլուծվեն, որովհետև օրինակ նույն Ամրանը, դրանից հաջորդող շրջանում, Ամրանը գիտեք, որ շատ փոքր, բայց միևնույն է, զորավարժություններ են լինելու հայ-ամերիկյան։ Ես չեմ կարծում, որ հայ-ռուսական հարաբերությունները կբարելավվեն։ Դրանք չեն բարելավի եւ դա այդքան Նիկոլ Փաշինյանից կախված չի։ Այն ժամանակաշրջանը, երբ որ Ռուսաստանը կարող էր եւ Հայաստանի եւ Ադրբեջանի հետ լավնիլ անցած են։ Ադրբեջանն ու Թուրքիան այնպիսի ազդեցություն ունեն Ռուսաստանի վրա, որ Ռուսաստանը ուզենա էլ չի կարող Հայաստանի հետ լավ հարաբերություններ ունենալ։ Եվ պայմաններից մեկը, որը դնում են Ռուսաստանի առջև Ադրբեջանը եւ Թուրքիան, հենց նա է, որ Հայաստանի հետ հնարավորինս վատ հարաբերություններ եւ այլն։ Եվ մենք տարբեր պաշտոնյաների, մասնավորապես Մարիա Զախարովայի ելույթից հասկանում ենք, որ ինքը լրիվ սպասարկում է ադրբեջանական շահերը։ Տեսեք, իմ հիշատակած այդ զորավարժությունները, որը շատ փոքր, մինչև 100 օկիանոց մասնակցություն է, Մոսկվայում մեծ աղմուկ անեցին, մեծ քննադատություն, բայց մենք երբևէ չենք լսում, որ Մոսկվան քննադատի ՆԱՏՕ-ի մեկ այլ անդամի, Թուրքիայի հետ Ադրբեջանի հազարավոր, անգամ տասնյակ հազարավոր զինվորների մասնակցությամբ մեծ զորավարժությունները, լինի Թուրքիայի տարածքում կամ Ադրբեջանի տարածքում։ Այդ մի տեսակ լռության է մատնվում, անցնում է։ Իսկ պիտի ասեմ, որ դա Ռուսաստանի համար շատ ավելի վտանգավոր է Ադրբեջանի եւ Թուրքիայի սերտացումը, քան Հայաստանի հետ լավ կամ վատ հարաբերություններ ունենալը։ Այո։ Պարոն Պապյան, ես իհարկե ուզում եմ մի հարցի էլ անդրադառնանք, խոսքս վերջերս Ազատության հրապարակում արցախցիների մասնակցությամբ տեղի ունեցած բազմահազարանոց միտինգի մասին է։ Ինչ միտինգ էր դա, ինչի մասին էր այնտեղ խոսք գնում եւ ինչ սպասելիքներ ունեին արցախցիները այդ իրադարձությունից։ Ասեմ, որ ազգային ժողովրդավարական բևեռը այդ հանրահավաքից առաջ, օրեր առաջ հայտարարությամբ հանդես եկավ եւ իր աջակցությունն ու զորակցությունը հայտնեց, որովհետեւ այո, մենք գտնում ենք, որ արցախցիների սոցիալական խնդիրները պիտի հնարավորինս լուծվեն, որովհետեւ մեզ հայրիս համար ազգային շահի տեսակետից դա կարեւոր է, որովհետեւ կարեւոր է, որ այդ մարդիկ մնան Հայաստանում, մնալու համար պիտի պայմաններ լինի։ Խոսքը միայն արցախցիների իհարկե սոցիալական խնդիրները չեն, բոլոր հայերի եւ հայաստանցիների, բայց քանի որ իրենք այս պահին ամենախոցելի վիճակում են, ինչեն էլ ովքեր ուզում են ասեն, չգիտեմ, Արցախի ղեկավարության կամ Արցախում եղած տարբեր թալանչների, դա չի արդարացնում հիմնական մարդկանց այդ զանգվածին զրկելու հնարավորություն չտալու, որովհետև ամենուր կան։ Հիմա այդ նույնը մենք Հայաստանում չենք անում, չէ՞ որ ասենք Հայաստանի ղեկավարության մեջ նախկին ու ներկա կան թալանչիներ, պիտի ասենք, գիտեք, այդ պատճառով ուրեմն դուք բոլորդ պիտի պատժեք, ոչ։
Եվ մենք այսինքն մասնակցել ենք ճիշտ է փոքր խմբով, որտեղ առավել եւս գոնե հնարավորինս փորձեր արվում դա ներկայացնել որպես ոչ ապաքաղաքական եւ այսինքն նախկինների ներկայությունը հնարավորինս նվազը ցույց տալ։ Բնականաբար առանց դրա չի լինի, մենք գիտենք, որ ասենքն արցախցիները շատ ավելի կազմակերպված են նախկինների շուրջ, դա կա, բայց ելի եմ կրկնում, միևնույնն է, դա բան չի, արդարացում չի շատերի համար, որ քարկոծեն կամ փնովեն արցախցիներին, որովհետև կան բաներ, որոնք վեր են ամեն ինչից, իսկ ազգային շահ, ազգային միասնության շահ, նրանց Հայաստանում մնալու շահը շատ կարևոր է մեզ բոլորիս համար։ Այո։ Պարոն Պապյան, շնորհակալ եմ այսօրվա զրույցի համար, տեսնենք ինչ զարգացումներ կլինեն եւ իհարկե մենք հետաքրքրված ենք նաեւ ազգային ժողովրդավարական բևեռի առաջիկա ծրագրերով։ Այդ մասին եթե գտնում եք անհրաժեշտ, գուցե մի քանի խոսքով ասեք, իսկ եթե ոչ, այդքանով սահմանափակենք այսօրվա մեր զրույցը։ Ես կարծում եմ մեր ծրագրերի մասին մենք դեռ առիթ կունենանք խոսելու, որովհետև շատ բաներ պայմանավորված է լինելու մեր քայլերը, թե ինչ իրավիճակ կլինի տարածաշրջանում, որին մենք անդրադարձանք Ռուսաստան, Ամերիկա, Ամերիկա-Իրան հարաբերություններով։ Ես հիմա կուզեի ձեզ առողջություն մաղթել, որ դուք կազդուրված հերթական անգամ վերադառնաք Հայաստան, ու մենք այստեղ մեր զրույցները կշարունակենք։ Շնորհակալ եմ, պարոն Պապյան։ Սիրելի բարեկամներ, մեր հանրահայտ քաղաքագետներից մեկը ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Արա Պապյանն էր Փակ TV տաղավարում եւ իհարկե առաջիկայում դուք սպասեք նրա նոր ելույթներին։ Իսկ այսօր այսքանը, ցտեսություն։